սպառնալիքներ հնչեցրեց, ընդդիմության հասցեին։ Մենք վերջին տարիներին տեսնում ենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք որևէ կուսակցության հետ կապված չեն, որևէ քաղաքական process-ի մասնակից չեն, բայց ուղղակի իրենց post են արտահայտում ոչ քննադատությամբ, չգիտեմ, քնձոր նետելով, վարչապետի ուղղությամբ կամ Անդրեվանոց նետելով եւ այլն, քաղաքական հետապնդումների եւ արտահայտություն եւ որպես հրահանգ։ Բնականաբար սպասելի է ավտոկրատ կառավարման կողմից բոլոր հնարավոր դուրային գործիքների կիրառումը նախընտրական պետականների իրականացում։ Հայաստանն ամբողջությամբ արդեն մտել է նախընտրական տրամադրությունների մեջ, իսկ այս իշխանության ձեռագիրը իմանալով, ասֆալտին ծեփելու, պատերին խփելու, այդ ձեռագրին մենք արդեն ականատես ենք։ Նույնի կրկնությունը տեղի ունենում 26 թվականի նախաշեմին։ Կոռուպցիոն այդ դրսևորումն այն կարգի բացահայտ են արվում, որ նույնիսկ մասնագիտական գնահատականի կարիք չպես կամ պետք չի խոր հետաքննություն իրականացնել։ Դրամական միջոցներ 100 միլիոն դրամի չափ, ընտանիքից պետք է գանձվին այնտեղ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների անունները հրապարակեց։ Վերջին բանն փրկուրներն են, որից կարող է այս իշխանությունը կախվել։ Իրենք բոլորը լծվել են մեկ անձի պաշտպանության գործին։ Իշխանությունն է սկսել։ Ով էր դիտում Նիկոլ Փաշինյանին, կոռուպցիոն հարցերի վերաբերյալ այս բաղձանավորին անվանել անվարձ։ Փաշինյանը հայտարարում է գործը բացված է, բայց այդպես էլ մենք ավելի շատ իսկապես տեսնում ենք, որ այդ գործը դարձել է գործիք անհրաժեշտության պահին սպառնալիք հնչեցնելու ընդդիմության հասցեին, քան իրականում բացահայտելու։ Դրանց ոտեցում Հայաստանի Հանրապետությանը թշնամական սեփական նեղմի շահերը իրադարձվում են Հայաստանի Հանրապետության բոլոր շահերին։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք News լրատվականի եթերում, հյուրս այսօր Հովհաննես Խուդոյանն է, քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր, իրավապաշտպան։ Շնորհակալ եմ, պարոն Խուդոյան, հրավերս ընդունելու համար։ Անդրադառնանք վերջին օրերին խորհրդարանում տիրող իրավիճակին եւ առհասարակ ինչ է կատարվում մեր նաեւ իրավական հարթության մեջ, գործընթացները փորձենք վերլուծել։ Ազգային ժողովը բառի բուն իմաստով վերածվել է սպառնալիքների, հայոյախոսությունների հարթակի դեպ, եթե փոքրինչ հիշենք 2021 թվականից հետո ավելի սրվեցին այդ բոլոր երևույթները եւ միաժամանակ երբ որ այսպես ժամանակագրական կարգով նայում ենք, տեսնում ենք, որ բացումը տալիս է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը։ Միշտ Նիկոլ Փաշինյանը մի բան ասում է, դրանից հետո արդեն ԿՊ-ական թևը, իշխանության ներկայացուցիչները սկսում են շատ ավելի ակտիվ, այսպես բուրըն ելույթներ ունենալ։ Ես կուզեմ մեր այսօրվա հարցազրույցը սկսել նախ Նիկոլ Փաշինյանի օրեր առաջ իր ընդդիմադիր քաղաքական գործիչների խորհրդարանի ընդդիմության ուղղված իր սպառնալիքներից եւ անկեղծ ասած պարոն Խուդոյան բոլորին ինձ համար ցանկալի չէ կրկնել իր բառերը այնտեղ պատվալներ նետելու ԱԾ-ի պատվալներ նետելու մասին ես կառաջարկեմ այդ դրվագը լսենք վարչապետի խոսքը լսենք հիմա որ մամուլի հոդվածներով գնայինք հիմա ձեզ կախաղաններ էինք անել եւ Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես այսինքն մամուլ, բայց ձեր մասին ինչ են գրում մամուլի հոդվածներ։ Դուք ընդհանրապես ինչ եք ասած, ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք, դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիկ պետք է տանեմ լսեմ ԱԾ-ի պատվալը, որ մամուլի Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Հերիքա մամուլի բան անես։ Մամուլը ձեր մասին ինչա գրում։ Ինչա գրում ձեր մասին մամուլը։ Գրում է որ օտարերկրյա գործակալ եք, 5-րդ տանիվ եք, ազդեցության գործակալ եք մամուլը։ Մամուլի գրածների նստեք տեղները ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Եվ փաստորեն, ինչպես տեսանք կադրում, Փաշինյանը սպառնաց օտարերկրյա փաստորեն գործակալներ 5-րդ անիվ, շարասուն եւ այլն այսպիսի բառամտերք օգտագործելով ընդդիմության հասցեին ես նախ կուզենամ ձեր գնահատականը երկու տեսանկյունից նախ վայել է արդյոք երկրի ղեկավարին անկախ նրանից թե ինչ իրավիճակ է եղել զուտ պարզապես երկրի ղեկավարին վայել է նման կեցվածք որի ականատեսը քանիցս դառնում ենք եւ միաժամանակ որպես իրավաբան կգնահատեք նա սպառնալիքներ հնչեցրեց ընդդիմության հասցեին
իրավական գնահատականը ձեր խնդրեմ։ Տեսեք, իրականում արդեն մի քանի տարի է Հայաստանում խոսում քաղաքական հետապնդումների մասին եւ տարբեր եղանակներով այդ հետապնդումները հիմնավորելու ջանքեր են գործադրվում։ Համեմատականներ տարբեր գործերի միջև երկակի ստանդարտներ եւ այլն։ Այս հայտարարությունը ուղղակի հատենց գտած ապացույցներից մեկն է, որ իրականում այդ մոտեցումը կա, այդ սպառնալիքները կան եւ շատ հեշտ է հիմնավորել հենց գործադիր իշխանության կողմից անդիմադիրներին, ընդ որում ոչ միայն քաղաքական առումով, քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց, այլև ցանկացած հակադարձող անձի մենք վերջին տարիներին տեսել ենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք որևէ կուսակցության հետ կապված չեն, որևէ քաղաքական process-ի մասնակից չեն, բայց ուղղակի իրենց խոսքն են արտահայտում ոչ քննադատությամբ, չգիտեմ, օրինակ խնձոր նետելով, վարչապետի ուղղությամբ կամ Անդրեվանոց նետելով եւ այլն։ Այդ անձանց նկատմամբ էլ նույնպես իրավական համակարգի կոշտ գործիքի միջոցով փորձում են լրացնել։ Հիմա այդ հայտարարությունը առաջին բանով, առաջին հարթության մեջ կարանք դիտարկենք որպես քաղաքական հետապնդումների եւ արտահայտություն եւ որպես հրահանգ։ Այսինքն պետք է ուշադիր լինենք հետագա բոլոր process-ները, որոնք կարող են տեղ ունենալ անդիմադիր գործիչների նկատմամբ, նաեւ այս հայտարարության լույսի ներքո պետք է գնահատենք։ Այսինքն նոր ալիք է սպասվում, կարող ենք այսպես ասել, ձերբակալությունների կալանավորումների։ Ամեն դեպքում նույնիսկ եթե այդ հայտարարությունը չլիներ, իրավապաշտպանները սպասում են այդ նոր ալիքը, որովհետեւ արդեն 1 տարի մոտավորապես մնաց մինչև 2026 թվականի ընտրություններ, իսկ դրա նախաշեմին բնականաբար սպասելի է ավտոկրատ կառավարման ռեժիմի կողմից բոլոր հնարավոր ուժային գործիքների կիրառումը մարդկանց նկատմամբ հետապնդումների իրականացում։ Այսինքն դուք նկատի ունեք այն հանգամանքը, որ Հայաստանն ամբողջությամբ արդեն մտել է նախընտրական տրամադրությունների մեջ, իսկ այս իշխանության ձեռագիրը իմանալով, ասֆալտին ծեփելու, պատերին խփելու, այդ ձեռագրին մենք արդեն ականատես ենք։ Նույնի կրկնությունը տեղի ունենում 26 թվականի նախաշեմին։ Ընդհանրապես զայրույթի պահին ոնց որ բացահայտած մոտեցումներ, այսինքն կարող են նույն բանը ժպիտով անել, կարող է զայրույթով անել, բայց մոտեցումը գիտենք, որ այդ է։ Պետք է հետապնդել անդիմադիր գործիչներին, պետք է ինչ-որ շոու ապահովել, որպեսզի բնակչության են ստվար այն փոքր հատվածը, որը գոնե ինչ-որ հույսեր կապել է այդ իշխանությունների հետ, ինչ-որ քննարկել են նյութ ունենա։ Բայց այդ արտահայտությունները իրականում ավելի հետաքրքիր էին այլ հարթության մեջ, թե ինչին հետևեցին այդ նյարդային արձագանքները։ Այո։ Դրանց նախորդող որևէ, ասեմ, մարդկային տեսանկյունից պրովոկատիվ գործողություն չի եղել, վիրավորանք չի եղել, հայհոյանք չի եղել եւ այլն։ Ընդհանրապես շատ adekvat, շատ փաստարկված հարցադրումներ էին գործող իշխանությունների կոռուպցիայի մեջ դատախվածության վերաբերյալ։ Եվ չունենալով այդ հարցերի պատասխանները արդեն փորձ կատարվեց իրավիճակը սրելու, անձնական դաշտ տեղափոխելու, վիրավորանքներ հնչեցնելու եւ դրանք արդեն հաջորդ շաբաթ էլ շարունակելու գործընթացը։ Բայց եթե նայում ենք ինչից էս ամեն ինչը սկսեց, դա սկսեց անպատասխան մնացած հարցերից։ Այո, ընդդիմությունը հարցեր հնչեցրեց կոռուպցիայի հետ կապված, սխեմաների մասին էր, հարցադրումներ էին հնչեցվում, պատասխանի փոխարեն գնաց նման արձագանք, փաստորեն մենք այդ իրողությունը դա էր։ Ընդ որում հետաքրքիրը որն է, որ այդ կոռուպցիոն մեղադրանքները ոչ թե ընդհանրական բնույթի են կամ ինչ-որ տարբեր հանգամանքներից բխեցված գնահատականներ, այլ կոնկրետ դեպքերի հիշատակումներ։ Ինչը դուր չեկավ վարչապետին։ Այո, կոնկրետ դեպքեր, կոնկրետ անձինք, կոնկրետ թվեր, դա կլինի, չգիտեմ, քաղաքապետարանի վատնումները, դա կլինի Անիֆի գործը, դա կլինի գործող կառավարության անդամների ակնհայտ կոռուպցիոն ինչ-որ գործարքները, նախարարներից մեկը իրեն պատկանող գույքը վարձով տալիս ընկերոջը, հետո գնում կատարում այդ ընկերոջից նախարարության իսկ մեխանիզմի որոշումով։ Կոռուպցիոն այդ դրսևորն է այն կարգի բացահայտ են արվում, որ նույնիսկ մասնագիտական գնահատականի կարիք չկա, այսինքն պետք չի խոր հետաքննություն իրականացնել դա ջրի երես բերելու համար, շատ պարզ բոլորի համար ակնհայտ է ու դրա պատասխանը չի կարող տրվի։ Ներողություն մի բան էլ ասեմ, օրինակ պոպուլիստ ղեկավարի համար շատ հարմար է իր շրջապատի մարդկանց պատժելու եղանակով ցույց տալ, որ ինքը պայքարում է կոռուպցիայի դեմ։
օրինակ եթե ինչ-որ անց կա, որի վերաբերյալ տենց մեղադրանք կա, բնականաբար դա պետք է քննադատվի, պետք է իրավապահները զբաղվեն եւ ցույց տան, որ կոռուպցիայի դեմ պայքար ընթանում, բայց դա տեղի չի ունենում։ Դրա միակ ողջամիտ բացատրությունը այն է, որ այդ կոռուպցիան իրականում կատարվում է ամենաբարձր հովանավորչությամբ։ Իսկ եթե բնականաբար եթե այդ համաձայնությունը տրվել է, բնականաբար եթե այդ կոռուպցիոներները թիմի մաս են կազմում եւ անհրաժեշտ է իրենց ներկայացումը թիմում, բնականաբար նրանց ոչինչ չի լինի եւ ստիպված այդ մեղադրանքները քողարկելու նպատակով պետք է գնան ինչ-որ փողոցային խոսակցությունների մակարդակի։ Հասկանալի է, պարոն Խուդոյան, տեսեք, բայց ինչպես է մեկնաբանում իշխանությունը։ Երեք մենք նաև եթերում լսեցինք ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը մեկնաբանեց բոլորովին այլ կերպ, ասում է այս ամենի հետևում կա կոնկրետ քաղաքական ենթատեքստ, ասում է, որովհետև վերջի շրջանում Ռոբերտ Քոչարյանը լռել է 2 տարի, բայց վերջի շրջանում նա շատ ակտիվացել է, նա ասուլիսներ է հրավիրում, նա քաղաքական հայտ ներկայացնելու մասին է հայտարարում եւ ամենակարևորը, ասում է, սադրեց քաղաքական ընդդիմությունը խորհրդարանում այս լարվածությունը, որովհետեւ ապօրինի գույքի օրենքը սկսել է գործել եւ մենք հատիկ առ հատիկ դրամ առ դրամ բյուջե ենք վերադարձնում թարամված գումարները։ Դուք համակարծիք չեք այս փաստարկի հետ։ Ապօրինի գույքի վռնագանցման մասին օրենքը գործում է, եթե չեմ սխալվում, 2021-22 թվականից։ Բոլոր այդ դատական process-ները ընթանում են, որոշները դեռ փակ են, բայց մեծամասամբ դեռ բաց են եւ հանգիստ կարելի է հետեւել այդ նիստերին, հանգիստ կարելի է հասկանալ դրանց բովանդակությունը, հանգիստ կարելի է տեսնել դատախազության ակնհայտ թույլ մասնակցությունը այդ process-ների տարբերություն Պաշտպանական խմբերի այն էլ ասեմ, որ ես որևէ process-ի ներգրաված չեմ ապօրինի գույքի որպես փաստաբան, ներկայացուցիչ, բայց մասնագիտական հետաքրքրությունից դրդված հետևում եմ եւ ակնհայտ է դատախազության ներկայացրած հայցերի պրոբլեմատիկ լինելը։ Բայց այդ գործերը քննվում են, այսինքն նույն ձև կարելի է ասել 2 տարի առաջ, 3 տարի առաջ։ Էլի գալիս ենք այն դրամաբանության, որ այս ընտրություններից առաջ մրցավազքը սկսվել է եւ անհրաժեշտ է հասարակությանը ներկայացնել ինչ-որ թալանի թեման նորից մեջտեղ բերել կոռուպցիայի։ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ հրապարակումները։ Այո, դատախազը արեց։ Ցուցակը իրականում 21 թե 22 թվին այդ նույն ցուցակը շրջանառվում էր։ Նոր բան չի։ Կներեք, այդ ցուցակը, որի մասին գլխավոր դատախազը օրեր առաջ խոսեց, որ դրամական միջոցներ 100 միլիոն դրամի չափ, ընտանիքից պետք է գանձվին, այնտեղ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների անունները հրապարակեց եւ հետո հաշված դրան գումարած այդ ամեն ինչի գումարած նաեւ անշարժ գույք 22 անշարժ գույք։ Հիմա այս ամեն ինչի հետևից իրենք նոր սկսել են գնալ, երբ որ 21 թվականից արդեն թեման կար, այսպես ասած։ Բարույթները եղել են 22-23 թվականից, գործը դատարանում է եւ իր բնականon հունով, ինչքան որ հնարավոր է դա բնականon անվանել, ընթանում է։ Ինչու ուրեմն գլխավոր դատախազը նորից բերեց հայցը նոր ներկայացրեցին դատարան, այնպես չի որ սահմանադրական դատանի որոշումը մեղադրական թեքում ու վերահսկան մեղադրանքի կողմի օգտիներ հակառակը նույնիսկ ընդունելով վերապահումով սահմանադրականությունը, այնպիսի կանոններ սահմանել, որից ավելի շատ պաշտպանվող կողմն է օգտվելու եւ սահմանափակումները առանձին տեսակի ապացույցների եւ ժամկետների եւ անձանց կարգավիճակի։ Այսինքն այս process-ները շարունակվելու են այսպես թե այնպես, բայց իրանք ավելի վաղ են սկսվել։ Եվ շեշտադրումը միայն այն վերջին ոնց որ բանն է, փրփուրներն են, որից կարող է իշխանությունը կախվել, եւ դա գալիս է էլի վերջին գոնե 3-4 ամսում բացահայտ ու խայտարակ կոռուպցիոն դրսևորումների աղմուկը լրացնելու համար։ Այսինքն լրատվամիջոցները բացահայտել են շատ կարևոր փաստեր այս իշխանության կողմից իրականացվող եւ իրենք հիմա պետք է փորձեն նախկինների հետ բերել որոշակի փաստեր եւ բալանսավորել, մեղքը նորից բարթելով նախկինների վրա։ Պետք չի մասնագետ լինել իրավաբան լինել հասկանալու համար։ Քաղաքապետարանը գնում է կատարում, պատվիրում է մանկապարտեզի վերանորոգում։ Այո, Արթուր Չախոյանի բացահայտման մասին եք ասում։ Եվ դա մեկ մանկապարտեզի մասին չի, մի օր առաջ էլի երկրորդի մասին արդեն եղավ։ Իրականում ինչ է բազում, որ այդ ծախսերի մեծ մասը արդեն վճարված է։ Աշխատանքները որակով չի կատարված, բոլոր ժամկետները սպառել են։ Կատարող ընկերությունը դեռ ոչ մի պատասխանատվության չի կանչվել։
Պարզվում է նաև, որ կատարող ընկերությունը ուղղակիորեն աֆիլիացված է քաղաքացիական պայմանագրի հետ, նրա ղեկավարը կամ սեփականատերը եղել է ավականու ցուցակում տեխնացուների, բայց դա էլ կարելի է ընդունելի համարել հիմա ամեն դեպքում քաղաքապետարանը գործարքի է գնացել մի կողմ անբարեխիղճ Ջևան, բայց դրանից հետո այդ անբարեխիղճ կողմի հետ գնում են նոր գործարք կնքելու, այսինքն արդեն ունենալով մի քանի դրվագ, որ այդ իրավաբանական պատժես չի կատարում պարտականությունները, գնում են ավելի էլի խոշոր թվերով գործարքների, այստեղ ակնհայտ է կոռուպցիոն դրսևորումները։ Եվ դրա վերաբերյալ պատշաճ պարզաբանումներ ներկայացնելու փոխարեն այդ ամեն ինչը տեղափոխվում է փողոցային քննարկումների, ծեծի, չգիտեմ, ազգային ժողովի ամբիոնից կեղտոտ բառապաշարի եւ այլն։ Այսինքն այս ամեն ինչի հետևում, այս ներկայացման հետևում քաղաքական հստակ նպատակներն են։ Այո, կարծում եմ ասենք վարկաբեկումը նաև ընդդիմության ընտրությունները առաջնային բանն են, շարժումն են բոլոր այս process-ները։ Այո, մենք խոսեցինք հիմնականում Նիկոլ Փաշինյանի կողմից այդ արված այդ անհասկանալի ձևակերպումներով, վիրավորական ձևակերպումներով իր մեջ սպառնալիք պարունակող իր այդ հայտարարության մասին։ Եկեք հիմա նաև անդրադառնանք, գիտեք, ես կուզեմ հիմա անդրադառնանք եւ ՄԻՊ-ի եւ Արդարադատության նախարարի Սրփուի Գալյանի գնահատականներին։ Խիստ մտահոգություն կարելի է արտահայտել, որ մարդու իրավունքների պաշտպանի երբ լրագրողները հարցնում են ինչ կասեք Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված այդ պատվալներ կամ չգիտեմ այդ վիրավորական են արտահայտությունների հետ կապված ուղված ընդդիմությանը, ասում է այս հարցերով մենք չենք իրավասու մարմինը, ինչ վերաբերում է Սրփուի Գալյանին, նա պատասխանում է այսպես, թե ընդդիմությունն է սադրել եւ եղել է սադրանքին պատասխան։ Այսինքն ինչ ենք մենք ակնհայտորեն տեսնում, հա, պարոն Խուդայան, ես կուզեմ որ դուք տակ գնահատականը, ինչ է ստացվում, իշխանության հայտնի ներկայացուցիչներ, մարդու իրավունքների պաշտպան անձը, իրենք բոլորը լծվել են մեկ անձի պաշտպանության գործին, այսինքն մենք ինչ ենք տեսնում, իրավական համակարգում, նույնը դատախազին էլ եթե հարցեր են տալիս, ասենք բոլորը այս թևերը գցած պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին եւ դա բավական այսպես ակնհայտ ու շատ գրեհիկ ձևով է, այնքան նկատելի է այդ պաշտպանությունը, բայց չէ որ Սրփուի Գալյանը արդարադատության նախարար է։ Դժբախտաբար ձեր նշած անձինք ոչ միայն գնահատականների արդյունքում հարցում են Թերանում, այլև փաստերն են խեղաթյուրում։ Որտեւ եթե դա սկսած լիներ ընդդիմությունը, կարող է լինել որոշակի հագնահատական, դա ընդունելի չի ոչ մարդու իրավունքների պաշտպանի կողմից, ոչ արդարադատության նախարարի կողմից, բայց կարող է լինել դու կարեցիք մենք էլ ենք անում։ Բայց եթե փաստերի ժամանակագրական հաջորդ դատականությունն ենք նայում, իրականում այդ իշխանությունն է սկսել։ Ասենք ով էր ստիպում Նիկոլ Փաշինյանին կոռուպցիոն բնույթի հարցերի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորին անվանել համբալներ ներողություն եթերում այդ արտահայտությունը օգտագործելու համար։ Հիմա երբ որ նույն արտահայտությամբ ընդ որում հակադարձում է կատարվում, ստացվում է ընդդիմություններ սադրողը։ Հիմա տեսեք, այս 2-3 օրը իրենք անընդհատ ասում են, որ մենք չենք, իշխանությունը ասում է մենք չենք, ընդդիմություն դուք արեցիք։ Ընդդիմությունն էլ ասում է չէ, մենք չենք։ Իշխանություն, բայց փաստերը ի վերջո ակնհայտ են, չէ՞։ Եվ Արթուր Չախմանի դեպքով, երբ որ խոսում է կտրականապես անընդունելի երևույթների մասին, ֆիզիկական հաշվեհարդարի, փողոցային առապաշարի եւ այլն, ինչա գալիս արդարացումը, ինչ որ տակացած ենք եղել, նյարդայնացած ենք եղել, դեպքում հետ չի լինում։ Ներողություն, եթե այս իշխանության բոլոր թերացումները կամ վատ գործողությունները կամ որոշ գնահատականներով բևաճանական գործողությունները հաշվի առնելով մարդիկ նյարդայնացության ֆոնին ֆիզիկական բռնության կամ սպառնալիքների դիմեին, շատ ավելի վատ բաներ եղած կլինի մինչև հիմա։ Առավել եւս իշխանությանը որոշված է բոլոր իրավական լծակներով ընդհանրապես այս միջոցը պաշտպանվելու հնարավորություն չի տալիս։ Այո։ Եթե անձը կատարել է որևէ հակաիրավական արարք, դրա համար կա իրավական գործիք, որը էլի տեսել ենք, որ պատշաճ չի կիրառվում, այսինքն կանհայտ կողմնակալ է կիրառվում, բայց նույնիսկ հիմա դրանից են արդեն վերազանցում իրավիճակը, արդեն անցնում են անձնական սպառնալիքների հաշվեհարդարների։ Քանի որ 1-2 անգամ ձեր խոսքում հղում արեցիք Արթուր Չախոյանի հետ կատարվածին, այստեղ միջանկյալ նաև փոքրինչ ձեր գնահատականը հետևյալ տեսանկյունից բոլորի աչքի առաջ տեսանք, չէ, ինչ կատարվեց։ Հա, եթե անգամ ընդդիմադիր այդ բլոգերի հետ կապված խնդիր կար, ուզում էին բարձաբանել եւ այլն,
մի քանի հոգով մեկին այդպես ծեծի են ենթարկում, կամերան երևում էր, չէ, հստակ պատկերն երևում էր, փաստը կա։ Ծեծի ենթարկեցին, հետո ծեծող թաղապետը չպատժվեց, մեկ օր հետո այնտեղ եկավ գլխիկոր դե ներողություն խնդրեց ընդ որում Տիգրան Ավինյանից, ոչ թե այն մարդուցում, որ ինքը ծեծեց։ Իսկ ծեծվողին, որը այսպես դեմքը կապտուկ հա գլուխի ցնցում էր, ասեց, ուղեղի ցնցում է առաջացել իր մոտ այդ հարվածներից, հիվանդանոց մարդուն տեղափոխեցին, որից ու արդեն կալանավորման, հա, այսպես կալանավորեցին Արթուրին, հա, բերման ենթարկեցին, հա, ձերբակալեցին, այո, ձերբակալեցին։ Հիմա այս երևույթը ծեծողը ներողությամբ հանգիստ գնաց տուն, ծեծվողը ձերբակալվեց։ Այս երևույթը կգնահատեք իրավական առումով աբսուրդ էլ կա, արդեն իսկ նորմա է դարձել, որ պատասխանատվությունը որոշվում է ներողություն խնդրելով։ Իսկն կարելի է ամենազազրելի բաները կատարել, հետո ասել դե ներողություն ենք խնդրել։ Առնվազն, հա, չասեմ իրավական պատասխանատվությունը պատիժը, առնվազն քաղաքական պատասխանատվությունը ենթադրում որ թե ինչ-որ մեկը թիմից սխալվել է, կատարել է հասարակության դեմ, մարդկային արժեքների դեմ ակնհայտ ճչացող ինչ-որ արարք, գոնե պետք է դրան հետևի խիստ քննադատությունը իր թիմի կողմից եւ այդ անձի հեռացումը։ Ինչը չեղավ։ Հա, ինչը ոչ միայն չեղավ, այլև շարունակվում է շատ ագրեսիվ ձևով նման վարքագծի արդարացումը։ Բայց մենք նաև տեսանք, չէ, ինչ տարօրինակ արդարացումներ հնչեցին Արամ Զավենի Սարգսյանի կողմից, որի անդամներ։ Ու էլի վերադառնամ այդ ասածին, եթե հեղումներ պետքա կատարեն նյարդայնացած լինելու, ինչ-որ արժանապատվությանը, տղամարդկայնությանը, բանը, ուրեմն այդ մարդիկ վաղուց վանից արդեն, չգիտեմ, աշխանդամ դարձած պետք է լինեն, իրենց ինքնա պետքա Ռուսակի Վահան Հովհաննիսյանի խոսքերով ասեմ, պատեզներում ծեծեին։ Բայց բնականաբար բռնությունը չի կարող գործիք լինել, իսկ եթե պետությունը չի կարողանում իրական գործիքներով հասնել իր ուզած արդյունքի, ուրեմն իր ուզած արդյունքը ամենևին իրավական արդյունքը չի։ Բայց եթե հենց պետության ղեկավարները իրենք հովանավորում են այդ մարդկանց, այսինքն ուժի, հա, ուժով գնացեք, ծեծեք, հարցերը լուծեք, սա ինչու որ կարող է հասնել։ Հա, եթե էլի պետք է վերադառնանք մեր խոսակցության, ուրեմն բանին հենց Կարմիր թելին ամեն ինչով անպայմանավորված է գալիք ընտրություններով, այսինքն ամեն ինչ կարելի է զոհել, անուն այդ ընտրություններում ինչ որ արդյունք գնացելու։ Եվ իրավական արժեքները, եւ ժողովրդավարական արժեքները, եւ սեփական խոստումները, եւ մասնագիտական արժանապատվությունը։ Օրինակ, երբ որ բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող դեր կողմից նշված տիկնայք մարդու իրավունքների պաշտպան եւ արդարացան նախարարը փորձում են ինչ-որ ձև լղոզել կամ արդարացնել կամ ասել մենք չենք լսել, որ նման արտահայտություն անչեւ որ ամբողջ երկիրն է խոսում դրա մասին, էդ էլ է գալիս այդ հիմնավորելու արժեքների վերջնական քայքայումը։ Որտեղ այնպես մարդիկ կան, որոնք դա գետեն եւ իրենց տագիտությունը խոսում է իրենց փոխարեն, բայց շատ ավելի վատ է այն դեպքը, որ մարդը ունի գրագիտություն, բայց ստիպված կարելի է պատանդի կարգավիճակում գալիս է պաշտպանել այդ բոլոր հակաիրավական, հակաբարոյական երևույթները։ Այսինքն նման իրավիճակում հայտնվել են ուժային կառույցների ղեկավարները։ Հա, իրականում իմ մոտ ընկալումն է, որ այդ մարդիկ, չգիտեմ, ինչ հանգամանքների արդյունքում պատանդի կարգավիճակ։ Դե հավանաբար պաշտոններ ստանալու, այդպես չէ։ Ես չեմ կարծում, որ պաշտոնը կամ ինչ որ, չգիտեմ, նյութական արտոնությունը այն կարգի բարձր նպատակ կարող է լինի, որի համար կարելի է զոհել մարդկային եւ մասնագիտական արժանապատվությունը։ Դե պետք է ունենան այդ ընկալումը։ Պետք է հասկանալ յուրաքանչյուր անձի մասով, ում ինչ շարժառիթներ են դրվում գնալ այդպիսի գործողությունների։ Հիմա եկեք դառնանք հենց երեք տեղի ունեցած խորհրդարանում այդ քաշքշուկին, հա, այս ամբողջը մի ներկայացման տարբեր բաղադրիչներն այն ներկայացումը հիմքը սկսեց Նիկոլ Փաշինյանի այդ հայտնի հայտարարությունից, խոսքից, որ մենք լսեցինք եւ մի փոքր դրվագ հիմա կառաջարկեմ նաեւ տեսնենք թե ինչ էր կատարվում երեք խորհրդարանում, այդ կադրը հիմա եւս կտեսնենք։ Հանգիստ։ Հանգիստ։ Ուրեմն հանգիստ, սիրելի հանգստացեք։
Ծեծկրտուկ, կռիվ, քաշքշոց։ Այստեղ էլ նորից ասվում է, չէ, մենք չենք սկսել, իրենք են սկսել, մյուս կողմն ասում է, չէ, մենք չենք սկսել, իրենք են սկսել։ Դուք դիտելով այս պատկերը, որպես իրավաբան, ինչ գնահատական եք տալիս, ինչ վիճակում է մեր խորհրդարանը։ Մեր խորհրդարանը շատ սարսափելի վատ վիճակում է, բայց դա նորություն չի եւ կանխատեսելի է 21 թվականի ընտրությունների արդյունքներով, որտեղ երբ որ չկա առողջ քաղաքական մթնոլորտ, իսկ դա չէր էլ կարող լինել ի սկզբանե, այսինքն ցախողված ցանկացած հենց ասեմ ազգային նպատակներ ունեցող ընդդիմության եւ գործող իշխանությունների մեջ որևէ կոնսենսուս չի կարող լինել իմ գնահատականով եւ դրանք ծայրահեղություններ են։ Իսկ ծայրահեղությունները միշտ պետք է բախվեն, այլ հարցը այդ բախումները քաղաքակիրթ մթնոլորտում են, քիչ ոչ քաղաքակիրթ են, ինչ որ կարմիր գծեր կան, թե կարմիր գծեր չկան։ Ես վախենամ, որ այդ մենք տեսնենք, որ այդ գծերը վաղուց արդեն անցած են։ Այո, եւ մենք ավելի երևի սարսափելի կադրերի ականատես ենք լինելու դեռ։ Եվ մենք ասել ենք արդեն նրան, որ ազգային ժողովի ամբիոնից կարող են անորոշ թվով անձանց հասցեին հայոյանքներ հնչել, ընտանիքի անդամների, ծնողների եւ այլն։ Ինչը լավ տեղ չի տանելու։ Միանշանակ սրելու է մթնոլորտը, բայց այդ սրված մթնոլորտում երևի դա ձեռ է տալիս այս իշխանությանը, չէ, ասում են ախտոր ջրում ձկներ ոսան ավելի հեշտ է։ Հենց կառավարման ամենահաջող գործիքներից մեկը խառնակցությունն է։ Գործող իշխանության։ Պարոն Խուդայան, ես դարձյալ պիտի հողում անեմ մարդու իրավունքների պաշտպանի խոսքին, Անահիտ Մանասյանը երեք ասում է. կարևոր եմ համարում օր առաջ էթիկայի մշտական հանձնաժողովի ձևավորումը ազգային ժողովում, դա հնարավորություն կտա բազմաթիվ խնդիրների լուծում գտնել, դա իրավասու մարմին կլինի նման դեպքերում քննություն իրականացնել, հիմա որևէ մարմին իրավասու չէ վարքագծի էթիկայի կանոնների պատասխանատվության մասով չեն կարող իրականացնել վերջնական եզրակացություն տալ, հետևաբար օր առաջ կարևոր եմ համարում նման մարմնի ձևավորումը, ինչ կարծիք եք։ Դե օրինակ այդ մարմնի ձևավորման անհրաժեշտությունը առաջացել է շատ ավելի վաղ, ցանկալի կլիներ, որ մարդու իրավունքների պաշտպանը ավելի վաղ դրան արձագանքեր։ Իհարկե ցանկացած գործիք, որը կարող է գոնե ինչ-որ չափով մեղմել այս վիճակը, ցանկալի է, բայց օրինակ երբ որ մի շաբաթ, երկու շաբաթ առաջ էր այդ հարցը բարձրացված էր թեկուզ ժամանակավոր հանձնաժողովի, պատգամավոր Անդրանիկ Քոչյանի ձեր գործընկերոջ Անդեյ Ռեյ կարտահայտությունների քննության այն ժամանակ կարծես թե նման նախաձեռնություն չի եղել, հայտարարություն չի եղել։ Այո, ցանկալի է, որ լինեն այնպես գործիքներ, բայց այդ գործիքներն էլ նույնպես պետք է նկատի ունենալ, որ չպետք է ձևական լինեն։ Մանավանդ ինչ որ գործընթաց։ Կարծում եք կաշխատի այս իշխանության պարագայում այդ գործիքները։ Ես կարծում եմ, որ մենք վաղուց այս հասարակությունը, հատկապես քաղաքականության տիրույթում ազատ անկման վիճակում է գտնվում եւ որոշակի հնարավորություն վերականգնվելու կարողանալ միայն ընտրություններից հետո կամ չգիտեմ իշխանապողությունից հետո անկախ նրանից ինչ եղանակով դա կլինի։ Իդեպ այս օրերին կարծում եմ լսել եք ԿՊԵ-ական մի քանի падգամավորներ, օրինակ падգամավորներից մեկը, եթե ես չեմ սխալվում, Արթուր Հովհաննիսյան անունով այդ падգամավորը, որը հերթական բավական այսպես ոչ կոռեկտ հայտարարությունը կամ ելույթը ունեցավ, նորից սպառնալիքներ, բավական նման էր Միչայլոց ոճը Նիկոլ Փաշինյանի, դեպ նկատում եմ, որ ամեն մեկը ճգնում է ասենք Փաշինյանից ավելի հետաքրքիր այդ վիրավորանքների, սպառնալիքների վատ խոսքի առումով, հայրախոսության առումով ավելի առաջ անցնել, հա, իրենց ղեկավարի այս ելույթներից եւ այստեղ ինքը կարծես այսպես ցուցում տվեց դատախազին հոկտեմբերի 27-ը եղել մեր երկրում, ասում է, մարտի 1-ը եղել մեր երկրում, դուք եք հասցեատերը, գնացեք եւ զբաղվեք։ Դուք այստեղ ինչ որ բան տեսնում եք, քաղաքական պատվեր է դա թե քաղաքական մանտրաներ են, որ ինչ որ որոշակի ազդեցություն գործում են, գնալով իհարկե ավելի քիչ ազդեցություն են գործում, բայց այլ ոսույթ ունենալու բացակայության պարագայում դրանք շարունակում են օգտագործվել։ Բայց պատվեր էր դա, քաղաքական պատվեր։ Իրականում այդ գործերը նենց չի որ չեն քննվում։ Հա, բայց դեպքում ինչի են անընդհատ նորից անում, նորից էլ ընտրություններ։ Էլի որևէ տվյալներ չբացահայտելով եւ մարտի 1-ի գործն է։ Եվ նախաքննության փուլում է գտնվում, այսինքն նենց չի որ դա տանողարկվել եւ նախաքննություն չի շարունակվում, հիմնական գործը նախաքննության փուլում, այսինքն դա կան ինչ-որ բացահայտումներ, դրանք կարող են արված լինել մինչև հիմա։ Եվ իդեպ հակակոռուպցիոնի ղեկավարը ասաց, որ մարտի 1-ի հետ կապված որ հարց հնչեց, ասաց չի կարող ավելին հիմա ասել, բայց գործը լինում են որոշակի տենց հիստերիայի ֆոնի վրա, իրավապահ մարմինների ղեկավարները ստիպված պետք է ասեն, որ այո մենք դրանով զբաղվում ենք։
բայց այդ զբաղմունքը ինչքանով է գործունեության իմիտացիա, կյանքը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր 1 տարին, 2 տարին մեկ հայտարարում են եւ գալիս են 2 տարի հետո նորից նույն պաշտոնյան կամ նրան փոխարինելու եկած պաշտոնյան ասում են, որ արդեն ավելի ինտենսիվ են զբաղվելու այդ հարցով։ 7 տարի իշխանության ղեկին է այս իշխանությունը եւ ժամանակ առ ժամանակ եւ ամենասկզբում էլ Փաշինյանը հայտարարում էր գործը բացված է, բայց այդպես էլ մենք ավելի շատ իսկապես տեսնում ենք, որ այդ գործը դարձել է գործիք անհրաժեշտության պահին սպառնալիք հնչեցնելու ընդդիմության հասցեին, քան իրականում բացահայտելու նպատակ ունեն։ Այդ գործը երբեք, ասենց ասեմ, պատշաճ քննության չի ենթարկվել։ Եվ գուցե մինչև 18 թվականն էլ պատճառ չի եղել եւ դրանից հետո էլ չի եղել ինչու քաղաքական գործիք որպես օգտագործվում, այո, դե ի սկզբանե իրադարձությունները քաղաքական ֆոնի վրա են եղել եւ շատ տվյալներ կան, որոնք հանրությանը հասանելի չեն, ոչ թե գաղտնիության առումով, այլ զուտ կորումը, հա։ Բայց ժամանակն ինչքան գնում է ավելի շատ են տվյալները։ Բայց կան ակնհայտ հիմար պնդումներ, որոնք փաստերով հերկվում են։ Եվ այն ժամանակ փաստավակ խմբի եւ հիմա դրա փաստավակ խմբի մնացորդների հրապարակային հայտարարությունը ինչ որ պնդումներ են անում ինչա տեղ ունեցել մարտի 1-ին, բայց նույն 18 թվականի քննության արդյունքներով բացահայտ այլ բաներ է հաստատվել, որի մասին լռում են։ Այսինքն ընդհանրապես դա անտեղյակ հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկելու ինչ որ գործիք է կազմում։ Այո, ես կարծում եմ, որ մինչև իշխանափոխություն չլինի, ամեն դեպքում չգան չեզոք։ Ես ցավոք կարող եմ արձանագրել, որ չի բացահայտվի այս գործը։ Նման գործերը երբեք չեն բացահայտվում, կամ ինչպես հոկտեմբերի 27-ը ոնց է պատկերացնում բացահայտում են, երբ որ հոկտեմբերի 27-ի բացահայտումը պատկերացում ովքեր էին պատվիրատուները, բոլոր կողմերից կան հակառակ կողմին ուղղված ինչ-որ վարկածներ, բոլորը հավասար չափով կյանքի իրավունք ունեն եւ հավասար չափով այդ կյանքի իրավունքը չունեն, որտեղ լեգենդներ ինչ-որ բանատեղ ունենում, նույնը մարտի 1-ի գործով։ Ամենայն դեպս այն թերին, որին ես եմ ծանոթացել փորձագիտական մակարդակով, հուշում եմ, որ իրադարձություններ կան, որոնք բացահայտման ենթակա չեն լինելու օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված։ Օրինակ, մի քանի անձ ով Չերեմուխա զինատեսակի կրակոցից 4 հոգի եղել է, որ այդ զենքը օգտագործել է։ Տրամաբանությունը հուշում է, որ նրանցից գոնե մեկը մեղավոր է ինչ-որ անձի մահվան մեջ, բայց քանի որ հնարավոր չի կոնկրետացնել ով է որ փամփուշտը կրակել, բնականաբար չի կարող լինել մեղադրանք եւ ունենալով 4 հնարավոր անցորար կատարող անձ երբեք հնարավոր չի լինի պարզել, որովհետև գիտականորեն դա հնարավոր չի։ Բայց դա շատ վտանգավոր է մեր պետության համար, որովհետև այն անձիկ, ովքեր իշխանության ղեկին կլինեն այդ պահին եւ պետք կլինի իրենց ինչ-որ քաղաքական նպատակներով այդ գործը օգտագործել, նորից վեր կհանեն, եթե նպատակը լիներ հասարակության առողջացումը եւ այդ տվյալները հասարակությանը ճիշտ հրամցնելը, գուցե հնարավոր լինել պետության օգտին ինչ-որ գործողություն կատարել, թե օրինակ վարույթն իրականացնող մարմինը կամ հռետորները ներկայացնեն, որ եւ Հայաստանի փորձագիտական հիմնարկները եւ օտարերկրյա փորձագիտական հիմնարկները վերջնական եզրակացությամբ ասել են, որ ներողություն չեն կարող նույնականացնել Չերեմուխա զենքի բամբուշները, որտեղ գիտականորեն դա հնարավոր չի։ Այդ մի հարցը տեղ կփակվեր եւ բազում տենց հարցեր, որոնք շահարկվում են, բայց բան չի լինում, կամ օրինակ նույն փաստավակ խումբը պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը տարիներ շարունակ պնդում էր, որ մարտի 1-ին առաջին զոհված կապիտան Համլետ ազգանունի մաչին ասած զոհվել է իր մոտ եղած Զարյա տեսակի կամ ինչ-որ հատուկ միջոցից, մինչդեռ փորձաքննության տվյալները եւ նախկինում եւ 18 թվականից հետո տվել են, որ դա բեկորային ինքնաշեն կամ մարտական նռնակ է եղել։ Հիմա այդ տվյալի խեղաթյուրման իմաստը որն է, դա էլ արդեն վկանելի ցուցմունքների հակասություն չի, դա գիտականորեն հիմնավորված որևէ տվյալ է, որը էական բան է փոխում, այսինքն եթե բոլոր այն հարցերը, որտեղ կարելի է վերջնական օբյեկտիվ արդյունքի գալ, հասարակության հետ կոմունիկացվի դա դրվի մի կողմ, արդեն տակամնացած միջելի հանգամանքները ավելի հեշտ կլինի որ վերջնական արդյունքի գալ։ Այսինքն մենք կարող ենք ասել նպատակը չի եղել ի սկզբանե եւ առ այսօր իրապես բացահայտելու այդ գործերը։ Այդ գործերը ոնց որ քաղաքական հաշվառդարի գործեր են, ես չգիտեմ իշխանություն կփոխվի, նոր իշխանություն կգա, այդ գործը այդ ինչ կլինի, ամենայն դեպս մասնագիտական տեսանկյունից եմ ես նայել, եթե այդ գործը մի օր օրինակ դրա քննությունը վստահվի, ինձ
կհրաժարվեի դրանից, որովհետև կասեի, որ չեմ կարող արդյունք ապավել։ Հետաքրքիր է։ Ուղղակի վերադառնալու նորություն ինչից սկսեցինք, ուղղակի մեր իրապահ մարմինների ղեկավարները այս հիստերիայի ֆոնին երբեք ուժ չեն գտել իրենց մեջ կանոնել ասել ես ինչ հարցը հնարավոր չի լուծել։ Եվ դա նույնը վերաբերում է նաև ընդդիմադիրների նկատմամբ հետապնդում։ Այո, եւ դա խոցելի է, նշանակում է որ իրավական չենք կարող պատժել, որտեղ իրարարքը մանցավոր չի կամ այս հոդվածով չի կարող լինել կամ չենք կարող կալանավորել եւ այլն։ Նշանակի մենք ունենք իրավական համակարգ, որը խիստ խոցելի է եւ իզուր չէ, որ ասվում է իշխանությունների գրպանում են։ Այդ ձևակերպումը շատ տգեղ ձևակերպում է, բայց այլ կերպ չես կարող մտածել, այսինքն ուժայիններն այսօր ենթակա են մեկ մարդու, հիմա այդ երևույթը գուցե վաղներ կշարունակվի մեկ այլ իշխանության պարագայում, մենք պետությունն ենք, այս ուժեղային պետությունը, չէ, որտեղ ուժային կառույցները կայացած են։ Մենք անդադար տարիներ անցնում ենք եւ չենք կարողանում ի վերջո հասնել են մակարդակի, որ այդ կառույցները գործեն ինքնուրույն, առանց որևէ մի այդ օրվա իշխանության ղեկավարի գրպանը մտնելու։ Սա այդ համակարգը ո՞նց է հնարավոր ի վերջո, որ այդ իրավիճակից դուրս գա, դա հնարավոր է։ Դրա համար շատ բարդ գործընթացներ են պետք քաղաքական կամք ձևավորելու տեսանկյունից, բայց շատ պարզ եւ հեշտ աշխատանք մակրո իրավաբանության տեսանկյունից։ Այսինքն թե լինի համապատասխան որոշում կամ որ այս մարմինները պետք է առողջանան, դրա առողջացումը տեխնիկայի հարց է եւ հաստատ Հայաստանում կան մասնագետներ, որոնք կարող են այդ համակարգերը բարելավել, բայց երբ որ լավ մասնագետը գնում է իր արժեվ դնում են բարոյականության այդ խնդիր ունեցող հանձնարարություններ, բնականաբար ոչ մի պարկեշտ մարդ չի շարունակելու այդ համակարգի բարելավման փորձերը։ Չմոռանանք, որ այս իշխանության ղեկի նստած անձը վնգստացողներ էր անվանում այն դատավորներին, որոնք չէին փորձում հենց տեղավորվել իր ցանկությունների կատարման մեջ, դեպետ հետո էլ վերջի շրջանում էլ ասում էր, ինչի կա դատավոր, որը իմ պահանջը չկատարի, բաց տեքստով ասում էր մարդը, այնպես որ ինքն էլ է բավական ազնիվ ներկայացնելու իրավիճակը։ Եվ Հայաստանում եւ Հայաստանից դուրս միշտ կա այդ վարկածը, որ դատական համակարգը առանձին գործերով ուղղորդվում է իշխանությունների կողմից, բայց այս իշխանությունը միակն էր, որ ձայնագրության մակարդակով դա ապացուցվում է։ Եթե մի դեպքում բամբասանքներ են կամ ենթադրություններ են, այս դեպքում ակնհայտ ապացուցված հանգամանքա, որ այդ միջամտությունը առկա է։ Այո, ես կուզեմ անդրադառնանք նաև հունիսի 12-ին երեկոյան, երբ ազգային ժողովի, այսինքն անցած տարի, 2024 թվականի իրողությանն եմ ուզում անդրադառնանք, խորհրդարանի հարակից տարածքում ցուցարարների ուղղությամբ ոստիկանները լուսաձայնային նռնակներ կիրառեցին, այդ ժամանակ 83 քաղաքացի տուժեց, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան եւ ընդդիմադիր падգամավորներից նաև բռնության ենթարկվեցին եւ այս օրերին, երբ որ ուժայինները խորհրդարանում ներկայացնում էին իրենց աշխատանքը, հաշվետվություն էին տալիս, համակարգային այդ աշխատանքներն էին ներկայացնում, անդրադարձ եղավ նաև հունիսի 12-ին եւ հնչեց նաև հետեւյալ հարցը դեպք է եղել խորհրդարանի դիմաց այդքան 83 թվով մարդիկ կամ վիրավորված, հա, եւ մինչեւ հիմա չկա մեղադրյալը։ Մեղավորը ով է։ Դրա պատճառաբանություն բերում է որ գործակնվում եւ դա ինչ որ հանգուցալուծման է գալիս, բայց սա կոնկրետ են դեպքն է, որտեղ շատ կոշտ բառապաշարով կարելի է հագադարձել, որ ստում են ուժային մարմինների ղեկավարները, որտեղ այդ գործը այնքան պարզ է, արդեն մեր օրերում, հա, այդ հատկապես կենտրոնական փողոցներում ամեն ինչ կատարվում է տեսախցիկների ներքո եւ ֆիքսված տեսախցիկների եւ մամուլի միջոցով հրապարակումներ, այսինքն այդ իրադարձությունը հետաքննելու համար, գիտեմ, մեկ ամիս ժամկետը բավարար կլիներ բարձելով ինչ անցավոր արարք կատարել, եւ հենց մոտավորապես մեկ ամսվա ընթացքում ցուցարարների վերաբերյալ գործերը ուղարկվեցին դատարան, այսինքն եթե ինչ-որ անձնավորի գործողություն էլ կատարել է, ելի ֆիքսում են նույն տեսախցիկների միջոցով, եթե ցանկություն լիներ նաև որևէ իրավապահ մարմինի ներկայացուցիչ ոստիկանության ծառայողի վերաբերյալ վարույթ իրականացնել, ապա դա վաղուց եղած կլիներ գործը դատարանում կլիներ, ակնհայտ է, որ դա ձգձգվում է այնքան, որ թեման մոռացվի եւ որևէ անձ պատասխանատվության չենթարկվի, իսկ կոնկրետ դեպքի վերաբերյալ մեր հասարակական գազམ་ակերպությունը զեկույց էր պատրաստել, որտեղ տեսանյութերով, հստակ հղումներով, որ էլի մասնագիտական գիտելիքներ չեն պահանջվում, բարձ աչքով տեսանելի հասկանալու ինչ է եղել, հիմնավորել ենք, որ ընդհանրապես հատուկ միջոց կիրառելու առիթ չի եղել, դրան նախորդել է քաշքշոց կարմիր բերետավորների եւ առանձին ոչ ագրեսիվ ցուցարարների միջեւ, բայց առանց ինչ-որ հարձակման վտանգի եւ այլն։
Այդ իրադարձությունից անմիջապես հետո իշխանական, մերձիշխանական բոլոր աղբյուրները սկսեցին տարածել, որ ցուցարարները փորձել են ոստիկանական պատը շրջանցել եւ հարձակում գործել ազգային ժողովի վրա, դա էլ բացահայտ սուտ է եւ արդարացումը ընդհանրապես այդ ինչի է կիրառվել։ Առանձին տենց փորձելով նեյտրալիզēt պահպանել դիրքորոշումներ հայտնվեցին, դե որ կարելի էր 1-2 հատ լուսաձայնային նռնակ նետել, այդքան շատ կարիք չկար։ Դա էլ է բացահայտ սխալ, որովհետև առհասարակ հատուկ միջոց կիրառելու հիմք չի եղել, իսկ այն միջոցներն, որ կիրառվել են, ոչ թե կիրառվել են ոստիկանների այդ անմիջական շփման մեջ գտնվող ցուցարարների, այսինքն այդ պատվը, այլ ավելի խորքում գտնվող խաղաղ ցուցարարների, կանանց, մանգասայլակով երեխաների, լրագրողների խմբի նկատմամբ եւ մեզ համար գոնե ակնհայտ է, որ այդ գործողությունները ակնհայտ հանցավոր են եղել եւ դա կատարվել է ուղղակի Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրահանգով, ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով, դա էլ տեսագրված ապացուցվում է եւ շատ տեղին է համատական անցկացնել Սարիթաղի դեպքերի հետ կապված, երբ որ դատարանը արձանագրեց, որ Լևոն Երանոսյանը լուսաձայնային նռնակը նետելու համար ենթակա է քրեական պատասխանատվության։ Իսկն իդենտիկ դեպքեր են, մի դեպքում մեկ թե մի քանի լուսաձայնային նռնակեր նետվել, էլի մարդիկ էին վնասված ստացել, մեկի կարծեմ աչքներ վնասվել անդառնալի, այս պարագայում էլ ունենք, ինչպես նշեցիք 83 իմիջիայով իրական թիվը ավելի մեծ է, ամենական վնասված ստացողների անձ, որի ձեռքն է անդառնալի ձևով վնասվել հաշմանդամությունը։ Այո, ավելի շատ է։ Ձեռք բերել, հա։ Եվ Պարս հարց առաջանում էլի ոչ մասնագիտական դերույթով, եթե մի դեպքում ոստիկանության զորքերի հրամանատարի արարքը քրեորեն պատժել եւ դատարանը դրա մասին որոշում է կայացրել, ինչի հիմա նույն բանը չի կատարվում։ Մանավանդ հաշվի առնելով, որ կոնկրետ կիրառված հատուկ միջոցները թույլատրելի չեն եղել օգտագործման համար։ Այո։ Իսկ այդ հարցերի բարձրաձայնումից հետո փոխանակ հանրությանը իրազեկ էին, թե ինչ է կատարվել եւ մեղավորները պատժվեն, նույնիսկ լրագրողների համար, լրատվամիջոցների համար արդեն փակ դարձրեցին այդ տեղեկատվությունը, թե ոստիկանությունը ինչ հատուկ միջոցներ առհասարակ կիրառում։ Առողջապահության նախարարը փորձեց դա հետին ամսաթվով մտցնել հրամանի մեջ, որ կարելի է կիրառել եւ այլն, բայց մասնագիտական կարծիքն էլ նրա մասին է, որ նման հատուկ միջոցը շատ մեծ ինտենսիվություն ունի խաղաղ ցուցարարների դեմ կիրառելու համար եւ առավելապես կիրառվում է շուտ հանցավոր խմբեր վնասազերծելու տեսանկյունից։ Եվ այս ամբողջ իրողությունների ֆոնին հետաքրքիր է, երբ որ մեր երկրի այս կամ այն ղեկավար միջազգային կառույցներում հանկարծ բոլորովին այլ, այսպես հա, բովանդակությամբ ելույթներ են ունենում, դե ժողովրդավարության բաստիոնը արդեն գիտենք, վերջերս հենց նույն օրը խորհրդարանում հա այս կատարված դեպքերի ընթացքում արտգործնախարար Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում տեսեք ինչ է ասում, որ ժողովրդավարական հաշվետվության, իրավունքի գերակայության ապահովման համատեքստում Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների դատարանի առանցքային դերակատարությանը, դատարանի վճիռներին, միջանկյալ միջոցների արդյունավետ կատարմանը, դատարանի վերջնական վճիռների կատարման գործում շոշափելի առաջընթաց ենք ապահովում, Հայաստանը հավատարիմ է համապատասխան որոշումների իրականացմանը, Հայաստանը ժողովրդավարության հենասյուների առաջընթաց է գրանցել ժողովրդավարական հենասյուների ամրապնդման տարբեր ինդեքսներում դիրքերի բարելավման ուղղությամբ եւ գալիս հասնում է մամուլին, ասում է մամուլի օրինակ ազատության հարցում մենք առաջատարն ենք տարածաշրջանում, նախ ձեր կարծիքը այս հայտարարության հետ կապված, հետո կխոսենք մամուլի մասին։ Դե ազատությունը մի քանի եղանակով կարելի է բանանել, օրինակ մի տեսանկյունից ես կարծում եմ, որ ոչ մեկ սահմանափակված չի այսօր դիրքորոշում հայտնելու։ Այլ հարցը հետագայում այդ դիրքորոշում հայտնելուց հետո այդ մարդու հետ ինչ է կատարվում, սպառնալիքների, պարսավանքի, չգիտեմ, անշնորհք բառապաշարի, լրագրողները հատկապես դրանից շատ տուժում են։ Նույն տրամաբանությամբ իրենք ասում են մենք ընտրություններ չենք կեղծում, այն տրամաբանության մեջ, որ քվեաթերթիկների գծման process-ում որևէ միջամտություն կարող է չի լինում, բայց հետո ընտրված մարդիկ ձերբակալվում են, տեղը նշանակվում են իրենց ներկայացուցիչները։ Ինչ կարիք կա ընտրություն կեղծելու, եթե վերջնարդյունքը լինելու է ժողովրդի կամքին հակառակ։ Նույնն էլ խոսքի ազատության տեսանկյունից մենք տեսել ենք լրագրողների բազմաթիվ հետապնդումներ, հանցավոր գործողություններ լրագրողների նկատմամբ, ուժային գործողություններ, էական սահմանափակումներ, ասենք պետական մարմինների աշխատանքների լուսաբանման եւ այլն։
Ուղղակի ներխուժում նաև հենց լրատվամիջոցի Եվ եթե վերադառնում եմ տարածքներ։ ասած առաջի կետին, որ ամեն դեպքում մարդիկ ազատ են իրենց դիրքորոշումը արտահայտել, ովքեր մի քիչ ավելի խիզախ են, դա կար նաև 18 թվականից առաջ, այսինքն նոր նվեր չեն ստացել, խոսած լրագրողները խոսում են դրանից էլ առաջ։ Այո։ Ուղղակի հիմա շատ կեղտոտ հետապնդում է անձնական մակարդակում այն լրագրողներին նկատմամբ, ովքեր իրենց վիրավորական խոսքեր հաճություն կարող են առաջացնել իշխանությունների։ Այո, եւ այս առումով Անդրանիկ Քոչարյանը կարելի է իրեն այսպես մի մեդալ տալ, հա, լրագրողներին ցինիկ պահվածքով վիրավորելու հարցում այդպիսիները խորհրդարանում քիչ օրինակ, չեն։ նայեք, եթե վերադառնանք մարդու իրավունքների պաշտպանի թեմային, ինքը միշտ նեղսերտած արտահայտում որ ծերով պայմանավորված նկատմամբ ատելության խոսք կա։ Բայց օրինակ ես չեմ տեսել հետևականություն, որ ինքը նույն ծերով պայմանավորված նման գրեիք խոսքի դեմ որևէ նախաձեռնություն դրսևորի։ Այո, այո։ Այդ էլ երկակի ստանդարտների դրսևորում։ Միանշանակ եւ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ իրականացվածը հերթական ապացույցն է այն մասին, որ եթե լրագրողը խոսում է այս իշխանության կողմից իրականացված բացահայտումներ է անում կոռուպցիոն սխեմաների հետ, ուրեմն կեսգիշերին կարող են գնալ այդ մարդուն գիշեր զգեստով, հա, գիշերանոցով, տապճկաներով, հողաթափերով վերցնել ու բերման ենթարկել, այսինքն այս ցինիզմը եւ հետո էլ այնտեղ այդ դատավոր, դատախազ, չգիտեմ, տարբեր այդ ներկայացուցիչներ խոսում են, այ դու մեր մասին այս բանն ես դու ուրեմն շատ պետք է պատժվես։ Ես չգիտեմ, ինքը ինչու՞մ է մեղադրվում, գուցե ինչ որ արարք կատարել է, որը հնարավոր է մեղադրանքի հանդիսանա, գուցե։ Ասում են Facebook-ում նյութեր հրապարակել, որոնք պետք է որ հրապարակած չլիներ, բայց այդպես են վերաբերվում թեկուզ հրապարակման դեպքում։ Մեր իրավապահ մարմինները օրենքով իրենց տված գործառույթները իրականացնում են դրանց տրամաբանությունը 180 աստիճան հակառակ։ Ինչպես կարելի է ձերբակալել կին լրագրողին։ Կազմում է ձերբակալման որոշում, աշխատանքային նորմալ ժամին գնում են նրա մոտ, ներկայացնում են որոշում, ասում են կա որոշում, որ դուք ձերբակալված եք։ Ինչա դες պետք պատրաստվելու համար 10 րոպե ժամանակ պատրաստվեք գնում ենք ոստիկանության բաժին։ Այդ դիմակավորված ԱԾ-ի կամ ոստիկանության հատուկ ստորաբաժանումներով գնալ, դուռ կոտրել, մտնել, վախեցնել, մանկասակ երեխաներ են տանը լինում վախացնում, չգիտեմ, ընտանիքի անդամներին տերորի ենթարկելու, դրա անհրաժեշտությունը իրավաբանության տեսանկյունից բացարձակ չկա։ Բայց սա իմ նկարագրած սցենարը մարդուն հանգիստ կարող են ձերբակալել։ Կներեք, պարոն Խուդարյան, բայց այդ գործելավոճը այս իշխանության ձեռագիրն է։ Իրենք գրեթե բոլոր այդ ձերբակալությունները անում են այդպես, հա, դիմակավորված, դպրոց էին, չէ, վերջին մի քանի ամիս առաջ մտել նույն ձևով կալանավոր ձերբակալման բերման ենթարկեցին մանկավարժին, այսինքն այդ ցուցադրական այդ պահվածքը ինչ է։ Դա մի կողմից ուժի ցուցադրում է, մյուս կողմից խեղված արժեհամակարգի դրսևորում, այսինքն եթե չգիտեմ նույն ԱԾ-ի ծառայողը կամ ոստիկանության ծառայողը մտածում է, որ օրինակ ուսուցիչը ինչ որ անհարիր արարքներ է իրան թույլ տվել եւ ինքը վատ մարդ է, ինքը գտնում է, որ ինքը իրավունք ունի օրենքից դուրս այդ վատ մարդուն պատժելու։ Հիստերիկ այդ պահվածքով ինչ են խորանալով, ասենք, երեխաների, նրանց ընտանիքի անդամների հոգեբանության մեջ, այսինքն ինքը ունի իր արժեքային համակարգը, որ սա վատ մարդ է, իրան կարելի է ցավացնել ու գուցե ինչ որ իրավիճակում կարելի է համաձայնվել այդ երևույթի հետ, բայց դա չպետք է անի իրավապահ մարմնի աշխատողը։ Այդ անձը կատարել է հանցավոր արարք պետք է գնա, պատժաճ ընթացակարգերով դատապարտվի, գուցե շատ խիստ պատժի։ Բայց երբ որ իրավապահ համակարգը նորմալ չի գործում, արանքում առաջանում են այդ սեփական պատկերացումները օրինականություն պահպանելու կամ պետականություն պահպանելու խեղաթյուրված պատկերացումը իշխանությանը ծառայելու, այսինքն իշխանությանը ծառայելը մարդիկ պատկերացնում են պետականություն պաշտպանել եւ այդ առումով փորձում արդարացնել իրենց զազրելի գործողությունները խոշտանգումների կամ արժանապատվությունը նվաստացնելու դեպքերի հետ կապված։ Այո, պարոն Խուդարյան, եւ որպես եզրափակում էր այսօրվա հարցազրույցի, ես ուզում եմ որպես նաեւ լրագրող իմ լուրջ մտահոգությունը բարձրաձայնել, մենք արդեն խոսեցինք լրագրողների հետ կապված այս իշխանության վերաբերմունքի հետ կապված եւ դա նոր բան չէ, քանիցս ասվել է, որ Նիկոլ Փաշինյանը եղել է նախկինում լրագրող, թեպետ անկեղծ ասած ես իրեն երբեք լրագրող չեմ համարել, ինքը մի
այլ աշխատանքով է զբաղվել, հա, օգտագործելով մամուլը, դա պրոֆեսիոնալ լրագրողի աշխատանք չէ, բայց ներկայացում է այդպես, որ լինելով այդ, հա, դաշտում լինելով, հիմա եկավ, դարձավ վարչապետ եւ շատ վատ է վերաբերվում ԶԼՄ-ների նկատմամբ, գուցե պատճառն այն է, որ նա շատ լավ գիտի ԶԼՄ-ների կարեւորությունը եւ փորձում է խեղդել, հա։ Ես երբ լսում էի հանրայինի եթերում Ռուբեն Ռուբինյանի եւ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը, այս մարդիկ սկսել էին արդեն շրջանառել են միտքը, որ շատ անհանգստացնող է այս ընդդիմադիր հայացքներ ունեցող լրատվամիջոցները, այս ինչ են ուզում մեզանից, պետք է լրացնել, հա, ես բառացի հիմա չեմ ասում, բայց այդ խոսք ու զրույցը դրան էր բերում, որ հենց մի հատ հասկանանք, հա, այս որտեղից են սրանք ֆինանսավորվում, այս ինչի են այսքան սրանք ընդդիմադիր, այս ամբողջ իրավիճակը ինչի կարող է սա հանգեցնել։ Ես հասկացա, որ իրենք նոր ալիքի են պատրաստում, որտեղ դուք մի քանի անգամ շեշտեցիք ձեր խոսքում, որ նախընտրական գործընթացներն են նաև թեժացնում իրավիճակը։ Հիմա եթե նրանք նախընտրական ընթացքում որոշել են նաև թիրախավորել ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվամիջոցներին, որոնք միշտ էլ եղել են ընդդիմություն, նախկին իշխանությունների ժամանակ են եղել ընդդիմություն, բայց նման իրավիճակների առաջ չեն կանգնել, թեպետ ասում ենք արդարացիորեն, այո, նախկին իշխանությունների ժամանակ եղել են ընդդիմադիր լրատվամիջոցներ, որոնք փակվել են, եւ դա շատ վատ է, ինչի համար մենք բոլորս մեր ձայնը բարձրացրել ենք, բայց այսօր կատարվում է մեկ այլ վայրենի երևույթ, լրագրողին արդեն որի փաստը Լիլիթ Աղեկյան եւ Հրիփսիմեի հետ կապված խորհրդարանում այդ Անդրանիկ Քոչարյանի խոսքը եւ ոչ միայն, այնտեղ էլի ունենք շատ լրագրողներ, վիրավորում են, կոպտում են, ձեռքերից բռնած քաշում են, լավ, հիմա էլ երևի թե կորոշեն նախընտրական շրջանում մի լավ դաս տալ լրատվամիջոցներին, դուք ինչ վտանգ եք այստեղ տեսնում։ Այստեղ էլ կոշտ կարտահայտվեմ, իրանց մոտեցումը Հայաստանի Հանրապետությանը թշնամական է, սեփական նեղ խմբի շահերը գերադասվում են Հայաստանի Հանրապետության բոլոր տեսակի շահերին եւ այդ թշնամական վերաբերմունքի պայմաններում իրենք գործում են պատերազմի կանոններով։ Իրենք շատ հստակ ֆիքսում են, այսպես ասած, պայմանական հակառակորդի արդյունավետ ստորաբաժանումները, որտեղից կարելի է վտանգ սպասել, մեր օրերում դա հատկապես լրագրողական համայնքն է, որտեղ ամենաինտենսիվն է բացահայտում այդ բոլոր ապօրինությունները, կոռուպցիան, հովանավորչությունը, բռնությունները, սպառնալիքները եւ այլն։ Իսկն լավ գործիք է լրատվությունը եւ դա իրենց խանգարում է։ Իրենք նախանշում են այդ թիրախը, պլանավորում են այդ թիրախի դեմ օպերացիա եւ սկսում են իրականացնել։ Նույնն է եղել է դատարանների վերաբերյալ, նույնն է եղել է սահմանադրական դատարանի վերաբերյալ, իսկն պետքա լուծեն ինչ-որ խնդիր, դրա առաջ կա օբյեկտիվ ինչ-որ խոչընդոտ, դատական համակարգ, որը համաձայն չի ապօրինի որոշումներ կայացնել, ինչա պետք անել, դա պետք է քանդել։ Մենք հաջորդ ինստիտուտը, չգիտեմ, թիմերի ինստիտուտը, որ եթե ընդդիմադիր լինի թիմի ղեկավարը, ընտրություններին իրենք կարող են այդտեղ հաջողություններ չգրանցել, վարչական ռեսուրս չօգտագործել, հետեւաբար պետքա լրացնել, պետքա գործառույցել, կալանավորել, վերացնել, չգիտեմ, հավաքանու կազմում մարդագողությամբ զբաղվել, խեղաթյուրել առհասարակ ժողովրդի կամքը ընտրությունների արդյունքը ոնց որ եղել է, հա։ Ուրիշ թիրախ կընտրեն, սահմանադրական դատարանը պետք է ինչ-որ մի օր որոշում կայացնի սահմանազատ մանրամասնակ ինչ-որ համաձայնագիր հաստատի կամ խաղաղության համաձայնագիր հաստատի Հայաստանի շահերին դեմ, պետք է այդ ինստիտուտը նաբաճել։ Սրանք պետությունը քանդում են, բոլոր համակարգերը փաստորեն քանդել են դրա մասին։ Բոլոր համակարգերը քանդվում են խոչընդոտներ վերացնելու նկատառումից ելնելով։ Հիմա այս բան լրագրողներն են ակտիվ, դա կլինեն լրագրողները, դա կլինեն փաստաբանները, գործողություններ կլինեն փաստաբանների դեմ։ Իհարկե փաստաբանների դեմ շատ ինտենսիվ այդ գործողությունները չէին եղել, որովհետև միևնույն է փաստաբանի աշխատանքը մեծապես կախված է դատարանների աշխատանքից։ Իսկ դատարաններին հնազանդեցնելուց հետո փաստաբանները կարող շատ բան չկարենան արդեն էլ անել, չնայած լրագրողական համայնքի հետ մեկտեղ կարծում եմ ամենաազդեցիկ է գործող համայնքն է, որ կարող է ինչ-որ հարցեր նաև փոխադարձ համագործակցության արդյունքում Ընդհանրապես պետք է զգոն լինել, հետևել այդ իմ նշած պլանավորումը, ինչպես է ընթանում այդ ինստիտուտի դեմ ոտնձգությունների պլանավորումը, փորձել դրան հակազդել
հնարավոր գործիքներով։ Մենք շարունակում ենք հակազդել լրագրողներս եւ այո, ի պատիվ ձեզ նաեւ փաստաբաններ իրենց հստակ փաստարկներով, բայց եւ ամփոփենք, ուզում եմ հետեւյալ հարցով, այս վերջի շրջանում խորհրդարանում տեղի ունեցած այս ծեծկրտուկից, այս հավիախոսությունից հետո հերթական անգամ համոզվում ես, բա իմպիչմենտ ինչու չկա։ Այսինքն իսկական պահն է, չէ, որ պետք է խորհրդարանի ընդդիմությունը, որին ծեծում են այնտեղ, որի վրա ձեռք են բարձրացնում, որին թույլ չեն տալիս, որ հարցեր հնչեցնի այլևս, իրենց դուր չեկած հարցերի դեպքում պատասխանները լինում են լրիվ, ասենք, քաղաքական ենթատեքստ ունենալով, բոլորովին ուրիշ հարթություն է տեղափոխում, հա, քննարկումը։ Բա իմպիչմենտից ինչու են հրաժարվում, եթե չկան հնարավորություններ, գոնե թե կարելի է քայլ անել։ Ես կխնդրեի ձեր որպես իրավաբանի կարծիքը, որովհետև իմպիչմենտը սահմանադրորեն տրված են կարևոր գործիքն է, որ ամբողջությամբ ընդդիմության լիազորության տակ ինքը կարող է այդ գործիքից օգտվել անվստահություն հայտնելով մի իշխանության եւ մի ղեկավարի, որը ինչպես դուք ասեցիք, այո, քանդում է կարևորագույն համակարգերը եւ պետությունն ուղղակի կփլուզվի, եթե իհարկե դեռ պահպանված են պետական, հա, կարևոր կառույցներ, ես չգիտեմ ինչ վիճակ է, բանակն այնտեղ են թույլատրել, իրավական համակարգն այնտեղ են գրպանային դարձրել, խոցելի են դարձնում բոլոր համակարգները, կրթական, մշակույթ, թատրոնները փակվում են այսօր։ Պարոն Խուդայան, իրենց կամքով ուղղակի վերացնում են թատրոն, ասում են դե մեզ 3 հատ թատրոն հերիք է։ Ինչու շատ է, որ ասենք պատանի հանդիսատեսը լինի, գոյը լինի, հերթով փակում են։ Եվ չկա համախմբված պայքար այն աղետի դեմն առնելու, որը ուղղակի ոչնչացնում է մեր պետությունը իր բոլոր ասպեկտներով։ Հիմա իմպիչմենտ ինչու ոչ, ինչու չսկսել այդ գործընթացը անվստահության Նիկոլ Փաշինյանի ուղղված։ Ես համակարծիք չեմ այն գործիչների հետ, դիմադիր գործիչների հետ, ովքեր հիմա այդ օրակարգը տանում են։ Ինչու՞։ Որովհետև իմպիչմենտը ընդհանրապես իրավական փաթեթավորման գործիքն է։ Ինքը պետք է հետևի շարժմանը կամ զարգացումների, որոնք դրանից առաջ են կատարվում։ Այսինքն ինքը լավ օրինական գործընթաց առանց ցնցում իշխանություն փոխելու։ Բայց եթե չկա դրա հիմքում ընկած ֆունդամենտը, հանրային ընդվզումը, բողոքի ալիքը, քանի անգամ եղավ այդ ընդվզումը, թող համադրեին այդ պահին։ Այդ եմ ասում, նախկինում դա լինելու պարագայում դա տրամաբանություն կունենար։ Զուտ միայն փաստաթուղթ ստորագրել, տանել, process սկսել 2-3 օրանոց, ես դա արդյունավետ չեմ համարում։ Իսկ այն ժամանակ ինչու չարվեց դրա պատասխանը։ Դրա պատասխանը պետք է տալ։ Տարօրինակ է, չէ՞, ասենք պահը կա, փողոցը տաք էր, ներսում էլ 24 թվականին այդ հարցը քննարկվում էր, մայիսին փողոցային շարժման ժամանակ։ Եւ հիշում եք ժամանակ տվեց Բագրատ Սրբազանը ինչու չարվեց։ Էլ ընդդիմություն ասեց չէ, զայներ չկան։ Եթե 36 պատգամավորների մասով եղավ, բայց ամեն դեպքում ինքը վերջնարդյունքի չհասավ փողոցային պայքարի ինչ հասնելու պատճառով։ Դուք կարծում եք փողոցը չի եղել այնքան տաք, որ ներսում պետք դրա համար չի գործընթացը սկսվել։ Այո, կարծում այդպես, հակառակ դեպքում է։ Բայց դե թող ուրեմն ընդդիմությունը համախմբված դրսի ներսի եւ կարողանան հասնել նրան, երբ փողոցը տաք լինի եւ ներսում գործընթաց սկսվի։ Շատ մեծ խնդրեմ կա, որ մեր ընդդիմությունը ունի, ես ինքս մտածեմ, որ ես էլ ունեմ այդ խնդիրը։ Դա ամեն դեպքում կարմիր գծեր եւ բարոյականություն ունենալն է, որովհետեւ մենք գիտենք, որ այս իշխանության հետ ուժային գործիքներով, այդ թվում փողոցային պայքարի, ոչ բռնի պայքարի գործիքներով կիրառելու դեպքում իշխանությունը չի ունենալու կարմիր գծեր։ Կյանքը ցույց է տվել, որ իրենք արել են այն ամեն ինչը, ինչին մեղադրել են նախկիններին եւ իրական բաների համար եւ հնարած բաների համար։ Այսինքն կարծում եք փողոցային պայքարի ժամանակ կգնա շատ վատ քայլերի։ Ես կբերեմ Բելարուսի օրինակը։ Այնտեղ էլ բավականին կազմակերպված գործ կատարած ընդդիմության դիմադրություն ցույց տալ, շատ ավելի կազմակերպված է, քան Հայաստանում, այդ արևմտյան ուժերի օգնությամբ, չգիտեմ, 100,000-ներով ցույցեր, շատ ավելի ահռելի քան եղել այնտեղ, բայց կոպիտ ուժի կիրառմամբ ցույցերը ծրվեցին։ Այսինքն բոլոր դեպքերում, որ պետությունը, իշխանությունը ունի ուժայինների օգնությունը, փողոցային պայքարը չի կարող հանգեցնել իշխանափոխության, եթե իշխանության գլխին կանգնած են անբարոյական մարդիկ։ Այդ դեպքում ինչպես ազատվել անբարոյականներից։ Որն է իրավական։ Եթե այդ հարցի պատասխան ունենայի, արդեն նախաձեռնած կլինեի։ Ամեն դեպքում երկարաժամկետ կտրվածքով
փոքր հաջողություններով, չգիտեմ, իրենց դեմքը բացելով, բնակության մեջ քարոզություն տանելով, գուցե հնարավոր է ինչ-որ արդյունքի Մենք հասնել։ այդ ժամանակն ունենք երկիրը ձերքից Մենք այդ ժամանակը չունեինք 18 թվականին, չունեինք 20 թվականին, 22 թվականին չունեին, հասել ենք արդեն 25 թվական։ Եվ մենք հասել ենք Յուրաքանչյուր ինչպես։ տարի դա լինում ավելի վատ, բայց միշտ վատից վատը կա։ Չէ, բայց մենք մինչև այս պահն արդեն ահռելի կորուստներ ունենք։ Մենք Արցախ աշխարհն ենք կորցրել, մեր երկրորդ հանրապետությունը հայկական կորցրել ենք։ Մենք Հայաստանի տարածքներն ենք կորցրել։ Հիմա կանգնել ենք, մտածում ենք բարոյահոգեբանականի մասին։ Չէ, Այդ ստացվում է, բարոյահոգեբանական պահը ես նկատում եմ, որ շատ քիչ մարդիկ են, որոնք ուրիշի կյանքի գնով կփորձեն հարց լուծել։ Երկիրը կորցնում ենք, ինչ գին ենք մտածում այստեղ տալու, չգիտեմ։ Նիկոլ Փաշինյանը, եթե նայենք մարտի 1-ի կադրերը 2008 թվականի ինքն էր կոչ անում, որպեսզի ցուցարարները գնան ոստիկանների հետ բախման։ Գոնե գործող իմ հանդիպության շարքերում ես չեմ ճանաչում այնպիսի մարդ, ով ուրիշի կյանքի գնով փորձելու է փողոցային պայքարը բռնության տանելու եղանակով իշխանապետության։ Հասկանալի է, դա իհարկե միանշանակ ընդունում եմ ձեր ասածը, բայց դառնալով իմպիչմենտին, ստացվում է իմպիչմենտը որպես իրավական կարևոր գործիք անիմաստ է օգտագործելը։ Այդպես է ստացվում։ Եթե մենք չենք կարողանում այս պահին օգտվել հակապետական գործողություն իրականացնող այս իշխանությանը հեռացնելու այդ իմպիչմենտի գործիքից չենք կարողանում օգտվել, ստացվում է ուրեմն էլ ինչի համար է դա պետք։ Դա հնարավոր է իրագործել մի քանի եղանակներով, բայց բնականաբար պարտադիր հանգամանքը, որ գործող ԿՊ-ական պատգամավորները պետք է միանան դրան։ Դե գոնե կարելի է սկսել, հետո ի ցույց դնել, ասել այս մարդը չմիացավ, Եթե փորձենք վերացարկել ինչ պայմաններով նրանք կարող են միանալ, մի քանի հանգամանք կա, կամ փողոցային շատ ուժեղ ճնշում է, որ անձանց որոշակի մտքերի կբերի միանալու, կամ անձնական շահագրգռվածությունը, այդ թվում ինչ-որ խոստումների եղանակով եւ այլն, կամ որոշակի իրադարձությունից հետո են կարգի զզվել է, որ մարդիկ մտածեն, որ պետք է ինչ-որ բան անեն։ Երրորդ տարբերակին մի քիչ այդքան չեմ հավատում, որովհետեւ բարոյականացնող մարդիկ վաղուց են այդ թեմից դուրս եկել։ Երկրորդ տարբերակը որոշ դրսևորումներով կարող է նաև ապօրինի լինել, եթե դիտարկենք մարդկանց նյութապես շահագրգռելու հնարավորությունը, մեկը ամենա կիրառելի տարբերակը ելելի մնում է փողոցային պայքարը, բայց դա պետք է միայն մարդկանց փողոցանելով, փողոց փակելով չլինի։ Դա պետք է լինի շատ կազմակերպված, այդ թվում պետական տարբեր մարմինների հետ համագործակցությամբ, ուժային մարմինների ինչ-որ, չգիտեմ, համոզելու գործընթացով եւ այլն։ Դուք եւ դա բավականին բարդ գործընթաց է այն պարագայում, երբ որ պետության ղեկավարը ոչ մի բան չի հրաժարվի որևէ բան զոհելուց իր իշխանությունը պահելու համար։ Այո, հանուն իշխանության կգնա ամեն ինչի։ Եվ արունահեղության կգնա, եւ տնտեսությունը կթողի որ քայքայվի, եթե օրինակ, չգիտեմ, Երևան քաղաքն էլ մի ամսով բլոկադայի ենթարկեն փողոցային շարժման, կգնա Սևանի իրադարձը հանգստանալ, այսինքն երբ որ մարդը մտածում է միայն իր մասին, նեղ շահերի մասին եւ պետության մասին չի մտածում, իսկ դա արդեն ապացուցված հանգամանք է իր հետ արժանապատիվ կռիվ տալը բավականին դժվար զբաղմունք է։ Ստացվում է, որ 26 թվականի ընտրությունները եւս որպես իրավական, նորմալ սահմանադրական գործընթաց բացարձակապես հարցերը կարող են չլուծել, որովհետև նա գնալու է բոլոր հնարավոր քայլերով նորից պահելու իր մենք տեսել ենք շատ կոպտություններ, ապօրինի քրեական գործեր, ըստ իմերի ընտրությունների վերաբերյալ մարդկանց, չգիտեմ, անհիմն մեղադրանքներ ներկայացնել, դրակաշարքի մասին խոսում եւ այլն, բայց ամեն ինչ, ինչպես ասում են, դեռ ծաղիկներ են, երբ որ խոսքը կգնա 2026 թվականի կենացման ուղղիվ տալու, մեր ընդդիմությունը պետք է պատրաստ լինի իսկապես շատ թեժ կռվի, որովհետեւ որևէ բարոյական կամ իրավական կարմիրից այդ իշխանությունը չի ունենալու։ Ցավոք, այստեղ էլ մեկ այլ հարցի են գալիս, իհարկե թեման չեմ բացի, դա արդեն թեմայից մեր այսօրվա քննարկման թեմայից դուրս է, բայց
ես վախեր ունեմ, որ ընդդիմությունը կարողանա այդ համախմբումը իր ներսում ունենալ, որտեղ այնինչ այսօր տեսնում ենք մեծ ցավով եմ արձանագրում ընդդիմության ներսում արկա այս պառակտումը, հա, ինձ մոտ գոնե թե հույսեր չեն ներշնչում, որ մենք կկարողանանք ընդդիմադիր հատվածը կկարողանա հստակ, ճիշտ, մտածված քայլերով միասնաբար գնալ եւ ազատվել այս իշխանությունից։ Այս պահի դրությամբ ես այդ պատկերը ցավոք չեմ տեսնում։ Ես իրականում տեսնում եմ անհեռանկար, որ անկախ տարաձայնություններից ընդդիմություն է կարողանալու հանդիպություններին համատեղ արդյունք գրանցել, ինձ ավելի շատ մտահոգում է դրան հաջորդող process-ում ինչա կարելի անել այս ազատանկման վիճակից պետությունը փրկելու համար։ Այսինքն մի հարցը հասնել իշխանափոխության, այլ հարցը այդ հայկական դիցաբանության համաձայն ասած այդ ավերակների վրա կառավարելը շատ ավելի բարդ խնդիր է լինելու։ Մարդիկ հիմա ասում են եկեք հեռացնենք սրանց այս թուրքամետ իշխանությանը եւ հետո համախմբված տեսնենք ինչպես ենք այո արտավազդ թագավորի այդ հարցի տակից դուրս գալիս, ինչպես ենք այս ավերակների վրա թագավորելու, բայց մինչ այդ պետք է ազատվել։ Այդ կարծիքին չեք։ Շնորհակալ եմ, պարոն Խուդոյան, շատ կարևոր հարցազրույցի համար։ Վերհիշեցնեմ, որ այսօր իմ հյուրը Հովհաննես Խուդոյանն էր, քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր, իրավապաշտպան։ Լավ եղեք, կհանդիպենք։